Բարի լույս Ժողովուրդ ջան։ Ուրեմն Ժողովուրդ ջան, ես ուզում եմ հլա բոլորս իրար հետ հասկանանք մի բան։ 1994 թվից հետո երկրի ղեկավար, ասենք, Լևոն Պետրոսյանն էր, հետո Քոչարյանն էր, հետո Սարգսյանն էր։ Ժողովուրդ ջան, ինչ եք կարծում։ Այդ երկրի ղեկավարներից որ մեկնա գոնե 10% իմացել ընդհանրապես մեր երկրի հետ ինչ կատարվում։ Դրանցից ինչ որ մեկը այդ մասին ինչ որ մի բան իմացել են, տեղեկություն ունեցել են ընդհանրապես։ Ես գիտեմ, որ 90% Հայաստանի տեղեկությունը Հայաստանից միայն իմացել է Ռուսաստանը։ Սրանք շատ քիչ տեղեկություն են իմացել։ Ես ինչով եմ դա բանանում, հիմա որ դրանք խոսում են բան, չէ՞ ասենք։ Դրանց մարդիկ, դրանց հետ կապակցված մարդիկ, որ իշխանության մաս են կազմել տարբեր բնակավարներում բանում, որ խոսում են։ Ես զգում եմ, որ այդ մարդիկ ընդհանրապես նույնիսկ սենց սովորական հասարակ այսօրվա այս ինձ նման բան սենց խոսող մարդկանցից շատ բան չգիտեն։ Իրականում ոչ մի բանից դրանք տեղեկություն չեն ունեցել։ Ժողովուրդ ջան, 2000-ականներին, որ համացանցը նոր արդեն մտավ, ժողովուրդը արդեն մասսայական համացանց էին մտնում, այն ժամանակ դե հիշում եք, одноклассникներ, մենք թուրքերի հետ առավոտից իրիգու համացանցում կռիվ էր էլի։ Միջև հիմա ինձ լավ հիշում են, բայց ինձ այն ժամանակից հիշում են Սիմոն Ֆրանգուլյան անուն ազգանունով։ Թուրքերը ինձ լավ հիշում են այն ժամանակից։ Ուրեմն ես բաներ կա, որ ես այն ժամանակ ասում էի, ես ինքս 2018 թվից հետո եմ հասկացել, որ մենք սխալ ենք եղել։ Մենք երբ որ մենք պատերազմը հաղթել էինք 94 թվին, մենք թուրքերին ապացուցում էինք, որ թուրքերը ռսի տակ են։ Նրանք հակառակն էին ապացուցում մեզ, որ մենք ենք ռսի տակ։ Ես իմ գաղափարով մտածում էի, ոնց կարանք մենք լինենք ռուսի տակ, քանի որ ռուսը մեզ ստիպողաբար արգելել է, պատերազմը կանգնացրել է։ Ուրեմն ադրբեջանցիներն են, չէ, նրանց տակ մտել, որ ռուսը մեզ թույլ չի տվել մինչև Բաքու գնանք, այսպես ասեմ։ Բայց 2018 թվին, 18 թվից հետո 20 թիվն էլ ընդհանրապես հաստատեց, որ ժողովուրդ ջան, մենք ենք մնացել ռսի տակ, ոնց ուզել է նենց էլ արել է մեզ հետ, մենք ենք մնացել։ Հիմա այսօր 26 թիվն է, մենք 18 թվին հեղափոխություն ենք արել, այդ ռսահպատակներին լրիվին արգելել ենք, որ դրանք իշխանության մաս լինեն, իշխանություն լինեն, ես մի բան, մի բան։ Բայց մենք մինչ օրս շատ մեծ դժվարությամբ, բայց այսենց պուճուր քայլերով ենք ռսի տակից փորձում դուրս գալ։ Բայց այն ժամանակվա այն իշխանությունը, նրանց կապակցված այդ ցածր խավերը բան, հլը դեռ պայքարում են, չեն ուզում ռսի տակից դուրս գան։ Ինչի համար չեմ հասկանում։ Ես չեմ ասում, թե ռուսը վատն է կամ լավն է, խոսքը դրա մասին չի, խոսքը պետության մասին է, որ պետությունը չի կարա ուրիշ պետության լծի տակ լինի։ Նա կարա նրա հետ ընկերություն, ես մի բան, փոխկապակցված էկոնոմիկական, ստրատեգիական եւ ամեն ինչերի հետ մասնակցի, բայց քաղաքական ղեկավարությունը չպետք է լինի նրա տակ
Հասկանում եք, խոսքը դրա մասին է։ Հիմա այսօր ինչա կատարվում, նայում եմ համացանցումը, էսի մարդիկ են, անկապ մարդիկ են, մեր երկրի ղեկավարից խոսում են, չի կարողանում, թող հեռանա, մենք կգանք, սենց կանենք, ժողովուրդ ջան, տղեկ ջան, աղջիկներ ջան, ախր դուք 30 տարի եղել եք, մենք երբ որ պետություն ենք ստեղծել, դա եղել է 1918 թիվը, նրանից հետո մտել ենք ռուսի տակ 2 տարի հետո, մինչ օրս ռուսի տակ, նայա որոշել, մենք ոնց անենք, ոնց ապրենք, ոնց ուտենք, ոնց հագնենք, ոնց կապենք, ոնց կապնվենք, ինքն է որոշել։ Հիմա ժողովուրդ ջան, լավ վատ, այս իշխանությունը մեր ժողովրդին, մեր պետությունը տանում է անկախություն։ Հո ռուսին չի ասում դու վատն ես, չի ասում թեկուզ նա մեզ վատություն արել է, չէ՞, քաղաքական մակարդակով մեզ գցել է, կարելի ասած։ Բայց մեր այս կառավարությունը ասում է, եղբայր, ռուսին ասում, ինչ եղել է, դու հզոր պետություն ես, մենք քո հետ չենք կարա քյալլա տանք, մենք մնանք որպես ընկեր։ Են որ աղջիկ տղա ուզում են ամուսնանան, վերջը չի ստացվում։ Ինչ են որոշում են, լավ էլի մենք չի ստացվում մեր ամուսնությունը, այս մի բան, մնանք ընկեր, երկուսն էլ համաձայնվում են։ Հիմա վնաս քաշող մասը մենք ենք, վնասը մենք ենք քաշել այդ պետությունից, մենք ասում ենք ընկեր ջան, լավ ինչ եղել, դու հզոր պետություն ես, մենք քո հետ չենք կարա գլուխ դնենք, մենք մնանք որպես ընկեր, ասում է չէ, էլի ասում է չէ, ոչ մի ընկեր, դուք սենց արեք, դուք ընենց արեք, դուք ես բանն արեք, դուք են բանն արեք, մեզ էլի դիկտավատանում։ Հիմա, հարգելի հայեր ջան, որ դուք Նիկոլին այսօրվա կառավարությանը ուզում եք սովորացնեք, թե ոնց պետքա կառավարի Նիկոլը, թե ոնց պետքա Նիկոլը սենց անի, մի քաչալ տղակա ակնոցներով վեշնի խոսում է, անտաղանդ բաներ է խոսում, իր կարծիքով ճիշտ բաներ է խոսում, իր ասածներն էլ իր գաղափարով հիմնավորում է, ես այդպես մարդկանց չեմ հասկանում։ Երկրի վարչապետին ասում է, դու գնա մենք կգանք տենաս ոնց ենք կառավարում։ Այդ տղա ջան, մեզ պետություն երբեք 1000 տարի չի եղել, հիմա պետություն ենք ստեղծել, մի 30 տարվա մեջ տեսել ենք ոնց են կառավարում մեզ հետ։ Ախր մեր հայը չի մեզ կառավարել, մեզ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կառավարել, մեզ Քոչարյանը չի կառավարել, մեզ չի կառավարել Սերժ Սարգսյանը, մեզ կառավարել է ուրիշ երկիր, հիմա այդ ուրիշ երկիրը արդեն, այսենց, ոնց ասած, իր լեզով ասած, նապրյամույու, մեզ էլ չի վախցնում թուրքով, մեր հայերին, ով որ իր կողմնակիցն է, ասենք Ռուսաստանի կողմնակիցը, այդ հայերին դրած ստե առավոտից իրիգու թուրքով վախցնում են։ Նույնիսկ երեկ ես տեսել եմ, մերեն հին Քոչարյանի ժամանակվա վարչապետը, այն Խոսրով, այն բիծա մարդա էլի, ինձանից շատ մեծատարիքով։ Լավ, թեկուզ դու վարչապետ ես եղել, արա այդ ցավը տանեմ։ Բա դու գոնե քո մոտ մի հատ բան չի բանարել, որ գոնե այս հասարակ մարդկանց չափ հասկանաս այս տրամաբանությունը։ Դու երեկ ասում ա, եսա հիշեմ տոչնի, որ ավել բան չասեմ, թող պակաս ասեմ, ավել չասեմ, էլի այդ մարդու ասացից։ Ասում ա, Թուրքյան, մտավ ասում ա Սիրիան վեկալավ, Թուրքիան մտավ Լիվիան վեր կալավ, հա? Բայց Ղարաբաղի համար չի ասում։ Ասում ա, Թուրքիան ինչ ուզում ա անում ա, եթե ասում ա Հայաստանում չլիներ Ռուսաստանը, 102 բազան, Սյունիքն էլ էր վեկալելու Թուրքիան։ Բայց Ղարաբաղի համար բար չի ասում ա Սիրիան վեկալավ, Սիրիան 8 տարի Ռուսաստանի ձեռին էր։ Սիրիան 8 տարի Ռուսաստանի ձեռին էր։ Ամբողջ Սիրիան ազատագրեց, Ալեպո, հիշում եք չէ՞, ինչ բամբարդիրովք եք անում։
Նույն ձևի Լիվիան ռուսական 2-3 հատ բազա կար ընդե։ Ասում է Թուրքիան մտավ ընդե։ Մեկ էլ հաղորդավարը Սաթենիկը հիշեցնում է, բա Սիրիայում էլ կար ախր ռուսական բազաներ։ Հա կար, ասում է, բայց նրանք բան չէին որոշում։ Հա, հասկանում եք։ Որ 8 տարի Սիրիան Ռուսաստանի ձեռն ա եղել։ Ասում է Թուրքիան մտար վեկալավ։ Չի ասում, այդ մարդը չի հասկանում, որ Սիրիա մտավ վեկալավ, ընդե ռուսական գործոն կար։ Ամերիկան էր Թուրքիայի համար ճամփեն բացել։ Ես միշտ ասել եմ, Ղարաբաղի հարցն էլ է, Ամերիկան դաբրո տվել, անձամբ Տրամպը։ Եթե Տրամպը դաբրո չտար, Թուրքիան այդ ռիսկը չէր անելու, երբեք։ Թուրքիան այսօր իր էսկադրիլյան արդեն ղարգեց Էստոնիա։ Էստոնիա ռուսական սահմանի վրա հիմա թուրքական F-16-երը ընդե են։ Թռնում սահմանը պահում, որ հանկարծ Ռուսաստան ընդե սահմանը չխախտի։ Թուրքիան նույն, ոնց որ ասենք Իսրայելը, բան, Թուրքիան էլ նույն Ամերիկայի համար նույն բանն է։ Թուրքիան Ամերիկան ոնց ասին, հենց է անում։ Հարգելիս եղել ես վարչապետ ու նման բաներ ես ասում։ Ես ուղղակի զարմանում եմ, որ դու ուղղակի Սիրիայի ու Լիվիայի համար ասեցիր, բայց Ղարաբաղը չասեցիր, որ Թուրքիան Ղարաբաղը վերցրավ, բայց ռուսական գործոնը Հայաստանում էր։ Բայց ոնց եղավ, չասեցիր։ Այս են ժողովրդին մանիպուլացնում են։ Այս են հիները, են որ ասում ենք են հիները, ախր դուք իշխանություն եք եղել, բայց եղել եք որպես Ռուսաստանի գուբերնիայի ծառայողներ։ Հայաստանը, ես են որ ասեցի, որ թուրքերի հետ վիճում ենք, ես են ժամանակ սխալվել եմ։ Պարզվում է, ես 18 թվից, 20 թվից հետո հասկացա, որ մենք սխալվում էինք, թուրքերը մեզ ասում էին, որ դուք ռսիտակ եք, մենք չէինք ուզում հավատանք դրան։ Չէինք ուզում հավատանք։ Բայց այ հիմա նայեք, Ղարաբաղն էլ չունենք, Ղարաբաղն էլ գնաց, ամեն ինչ գնաց, մնացել է մի հատ գոլի Հայաստանը մեր։ Հլա տեսեք, այս ինչ մասսա է ռուսի համար պայքարում, որ Հայաստանը նորից ասենք գուբերնիա դառնա, հա, մարզ դառնա Ռուսաստանի։ Դες ինչքան մարդ է պայքարում դրա համար։ Ու երեկ մեկը էլի կար ասում է, մենք արդեն 750,000 ձայն ենք հավաքել այդ ռուսամետները։ Հայաստանում ասում է, արդեն այդքան ձայն ենք հավաքել։ Մեկն էլ ասում է, որ մենք այդքան ձայն ունենք, արդեն կարանք 2 շաբաթվա մեջ հեղափոխություն անենք, սրանց հեռացնենք իշխանությունից։ Հասկանում եք ինչեր է կատարվում, ժողովուրդ ջան։ Ես հիմա մեր այս նորընտիր պատգամավորներին կոչ եմ անում, որ այս ՀՀ քաղաքացիության օրենքը ամբողջովին վերանայվի։ Հայ ազգից բացի ոչ մի ազգի քաղաքացիություն չտան։ Ասենք ոնց որ Էմիրատներում նա, թեկուս 100 տարով են ինչա, վիդ на жительство։ Ժողովուրդ ջան, այսօր, ուրեմն մեր երկիրը, իրականում էլի, նենց տուրիստի, ես մի բանի, եկողների, գնորդների, բնակարաններ գնողների բանի համար, մեր երկիրը կարիք ունի, էլի, ֆինանսական կարիք ունի, որպեսզի երկիրը հարստանա, բայց ուզում եմ ասեմ, մեկը, նրանք մեր երկիրը լացվելու են, գալու են, քաղաքացիությունը մի տվեք, հետո փոշմանելու եք, այսօր կարող է սենց լի, վաղը մի ուրիշ բան փոխվի, մտածեք, այ որ ասում եք, ասենք Ամերիկան 100 տարով արդեն մտել է Հայաստան, արդեն անվտանգ է, բայց ժողովուրդ ջան, եթե նույնիսկ մեր երկրում զգան, որ ասենք 20-25% արդեն այլ ազգիա չէ, մեր երկրին լավ բաներ չի սպասվելու,
Հիմա այսօր որ մենակ հայ են, այդ հայերի 40%-ը այլ ազգու համար է պայքարում մեր երկրի մեջ, աչքներովը տեսակ։ Այլ ազգի շահի համար է պայքարում մեր երկրի մեջ։ Ու դա անում է նրա համար, լիճ բը ինքը իշխանություն ունենա։ Իրան բարաբանու։ Իրա այդ ամեն ինչը այդ 20-30 տարվա թալանածը փրկելու համար, պետության համար շատ քիչ մարդ է մտածում։ Մի բան էլ ասեմ ժողովուրդ ջան, այ հիմա ակտիվ սկսել են նորից դատախազությունը պահանջում է։ Ժողովուրդ ջան, հարգելի իշխանություն ջան, արդեն 4 տարի ու կեսա, այդ նույն բաները, որ ասում եք, դատախազությունը պահանջում է։ Ուրեմն եթե ես 10,000 դրամ եմ գողանում պետությունից, կամ չեմ մուծում, այն նույն պահին հարկադիրը ինձ կզացնում է։ Ինչ է նշանակում դատախազությունը պահանջում է։ Նորից նույն խաղը ուզում եք սկսեք, եթե սկսեցիք նույն խաղով շարժվեցիք, նորից ուզենաք 5 տարի մենակ պահանջեք, բռնեք, տանեք, 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս պահեք, բաց թողեք ու էլի 5 տարի պահանջեք, 5 տարին չի հասնելու։ Մի տարուց հետո այս ժողովուրդը հիասթափվելու է։ Միջև մի տարվա մեջ, ես չեմ ասում են ստեին դեպ մի սոտկա հող, 100 մետր հող, մի ինչ-որ ժեշտի բուտկա հանեք, ասեք պետականացրինք ես բան։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Բեգլարյանը, մաքսիմում մի տարվա մեջ, եթե այս պահանջները, ինչ որ հիմա դատախազությունը պահանջում է, չանցավ պետությանը, այս պահանջները չանցավ պետությանը ամբողջովին, ոչ թե մասնակի, այլ ամբողջովին, 100%-ով ժողովրդի հավատքը ձեր նկատմամբ ցնդելու է օդ։ Հավատացեք, հարգելի իշխանություն ջան, հավատացեք։ Նույն խաղը, ոնց որ 21-ից 26 թիվը խաղացրիք, իշխանություն ջան, հիմա այս 26-ից հենց հլա դեռ իշխանությունը չի ձևավորվել լրիվ, չէ՞, այս մի քանի օրնա ձևա, բայց արդեն նույն խաղը սկսվել է։ Այս մեկից այսքան է պահանջվում, այս մեկից այնքան է պահանջվում։ Դուք պահանջում եք, նրանք չեն տալի։ Հասկանում եք, եթե պետություն եք, դուք պետք է չպահանջեք, դուք պետք է արգրավեք։ Վերջ։ Ապացուցված է, որ դա լրիվ գողացված է։ Դուք պետք է արգրավեք։ Պահանջելը ո՞րն է։ Ինչ պահանջել։ Ոնց կարա մի աղքատ պետության մեջ մեկ մարդը ունենա պետության չափ ունեցվածք ու ասի ես դա քրտինքով եմ աշխատել։ Բալավ այդ մնացած պետությունը, եթե մի մարդը կարողացել է պետության չափ ունեցվածք ստեղծի, մենակ ինքը, այդ ոնց է եղել, որ այդ պետությունը մնացել է այդպես աղքատ։ Հարգելի իշխանություն ջան, Նիկոլ Փաշինյան ջան, ուժայիններ, քննիչներ, դատախազներ, բոլորիդ եմ դիմում, դատավորներ, եթե միջև մի տարին չեղավ, այդ ամեն ինչը, պետությունը չարգրավեց, այդ պահանջելը կրկնում եմ, արդեն 21 թվից միջև 26 թիվը մենակ պահանջել եք, այդ նույն ցիֆրերը, մի բան էլ չի ավելացել, նույն բաները հիմա էլ եք ասում, պետությունը պետք է արգրավի նրանց էլ բանտարկի, եթե չեք անելու, էլ է ժողովրդին մի խաբեք, չխաբեք, չփորձեք։ Ուրեմն դուք դա մաքսիմում 1 տարուց հետո ձեր դեմ եք անելու, ամեն ինչը ձեր դեմ է սկսվելու, ես գիտեմ, որ սկսվելու է ձեր դեմ, մի թիթև մասսա է մնացել, որ հլա հույս հավատ չի կորցրել, չանեք նենց, որ դրանք էլ իրանց հույս հավատ կորցնեն եւ վերջ։ Մի հատ շատ կարևոր բան,
Ես կոչ եմ անում մեր, որ նոր իշխանությունը ձևավորում է, որ հենց հիմա ուղեղներում բանանեն։ Ուրեմն այդ պարգևավճարների ինստիտուտը կոչվում, ինչա կոչվում։ Դա պետք է ամբողջովին վերանա։ Դա պետք է չլինի։ Կարա լինի 13-րդ աշխատավարձ, ոչ ավել, քան աշխատավարձի 1 տարի այդ չափը։ Վերջ։ 13-րդ անկախ նրանից, դու պատգամավոր ես, դու զինվորական ես, ոստիկան ես, բարեկ ես, ինչ ես, կապ չունի։ Միայն պետք է լինի 13-րդ աշխատավարձ 1 ամսվա չափի սահմանում։ Վերջ։ Ուրեմն ես 100% վստահ ասում եմ, 25 թվի նոր տարու պարգևավճարները պատճառ դարձան, որ 26 թվի ընտրություններին Քոչարյանը այդքան ձան հավաքեց։ Հենց այն պարգևավճարները պատճառ դարձան, որ Քոչարյանը անցավ։ Պատճառ դարձավ, որ ռուսական ուժերը այդքան ձայն տվին։ Հենց պարգևավճարները դա արդեն ոնց որ հասավ ժողովրդի ոսկրին։ Այդ ինստիտուտը, հարգելի վարչապետ ջան, Նիկոլ Փաշինյան ջան, դա պետք է վերանա։ Ու շատ շուտ, հենց սկսվի, հենց խորհրդարանը սկսեց առաջի գործերից մեկը պետք է դա լինի։ Դա պետք է վերանա։ Դա պետք է, ով չի ուզում աշխատի, թող չաշխատի, թող գնա։ Հինգ տարի խորհրդարանում չաշխատած պատգամավորները, խորհրդարանում ոչ մի բան չարած պատգամավորները, նույնիսկ գործի չեկած պատգամավորները, տասնյակ միլիոններով պարգևավճարներ ստացան։ Ինչի համար։ Ինչի համար, որ լավ բանի համար։ Դա պետք է վերանա։ Պարոն վարչապետ, ես մի հատ եմ գրգնում, եթե այս քայլերը չարիք, մինչև 1 տարին ամբողջ հայ ազգը, այս անգամ էլի մարդիկ էլի հավատը չեն կորցնում, մարդիկ չեն ուզում վերադառնան հնին։ Նես չանեք, որ մարդիկ հիասթափվեն, թքած ունենան ամեն բանի վրա։ Մեր ազգը տենց ազգ է, կարա թքի ամեն բանի վրա։ Հասկանում եք։ Մեր ազգին այդ հատկությունները ունի։ Մի խոսքով, սենց բաներ ժողովուրդ ջան։ Առայժմ այսքանը մինչ երեկո։ Լավորեն բոլորիդ ցանկանում, բոլորիդ առողջություն, հաջողություն եմ ցանկանում բոլորիդ։